Ինչպես ընտրել լավ լոգոպեդ։ Ահա մի ցանկ կետերով, թե ինչպես ընտրել մասնագետի։ Առաջինը, դա անձնական համակրանքն է։ Լոգոպեդը նախ եւ առաջ պետք է դուր գա ձեզ եւ ձեր երեխային որպես մարդ։ Երկրորդը, կրթությունն ու սերտիֆիկացումը։ Մի ամաչեք մասնագետներից պահանջել փաստաթղթեր, որոնք հաստատում են նրանց կրթությունը։ Օրինակ, բարձրագույն կրթության դիպլոմ կամ մասնագիտական վերապատրաստման դիպլոմ, սերտիֆիկատներ եւ որակավորման բարձրացման վկայականներ։ Ուշադրություն դարձրեք վերջին որակավորման բարձրացման դասընթացների անցկացման ամսաթվերին։ Լոգոպեդը պետք է պարբերաբար բարձրացնի եւ թարմացնի իր գիտելիքները, ոչ պակաս, քան 3 տարին մեկ անգամ, առնվազն 16 ժամի չափով։ Կարելի է նաեւ ճշտել, արդյոք լոգոպեդն ունի բժշկական գրքույկ։ Երրորդը, փոխգործակցությունը երեխայի հետ։ Դիտեք, թե ինչպես է մասնագետը շփվում երեխայի հետ դասի ընթացքում։ Ձեր երեխայի համար հարմար է արդյոք այդ շփման ոճը։ Եթե զգում եք, որ լոգոպեդի եւ երեխայի միջև կապ չի ստեղծվում, ապա գուցե սա ձեր մասնագետը չէ։ Չորրորդը, աշխատանքային փորձը։ Այստեղ որոշումը ձերն է։ Սովորաբար փորձառու մասնագետների ծառայությունների գները զգալիորեն բարձր են, քան սկսնակ լոգոպեդներինը։ Նաև կարող են տարբեր լինել շտկողական աշխատանքի ժամկետները, կիրառվող մեթոդների քանակը, երեխայի հետ կապի արագությունը եւ խանգարումների որոշման հստակությունը։ Բայց հաճախ երիտասարդ մասնագետները ավելի շահագրգռված են երեխային օգնելու հարցում, դրսևորում են խանդավառություն, ճկունություն եւ հետաքրքրություն գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու նկատմամբ։ Հինգերորդը, առաջարկություններ եւ կարծիքներ։ Ամենից հաճախ ծնողները լոգոպեդ են ընտրում կարծիքների հիման վրա։ Բայց հիշեք, որ երեխաները տարբեր են եւ անհրաժեշտ է ճշտել լոգոպեդից, արդյոք նա կկարողանա օգնել հենց ձեր երեխային։